Բարելույս ժողովուրդ ջան, ինչպե՞ս եք։ Հիմա ուզում եմ ձեզ մի բան ցույց տալ, որ բոլորիդ էլ կհետաքրքրի։ Հլա տեսեք, ինչ կաթ է։ Մայիսյան կաթ։ Կաթի երեսը այնպիսի հաստ յուղոտ սերաբռն է, ոնց որ կարակ լինի։ Սա մեր հարևաններն են վաճառում, գնել եմ, միշտ երբ գալիս եմ, գնում եմ, ճանապարհի մյուս կողմում են ապրում, երբ զանգում եմ, ասում եմ անմիջապես իրենք բերում են, երեկոյան են բերում կամ առավոտյան, մնացած ժամանակները չի լինում բնականաբար, հիմա գտալով ես ձեզ ցույց տամ, տեսեք, սա ինչ, նայեք հնա, ինչ յուղոտ կաթ է, ինչ ընտիր, հիմա այս կաթից ես հետո պետք է մածուն մերեմ, այնքան պինդ մածուն է լինում, այնքան լավ մածուն է լինում, էլ չասելու, իսկ կաթի համն էր շատ արտակարգ, շատ մաքուր, շատ լավ, ուզեցի ձեզ հետ կիսվել, տեսնեք, թե Ստեփանավանում ինչ տիպի, ինչ տեսակի կաթեր են լինում, եթե գաք Ստեփանավան, անպայման գնեք սեփական վաճառողներից, շատ լավ կաթ են վաճառում։ Սիրելիներս ասեմ նաև, որ կաթի հետ նաև վաճառում են թթվասեր, որը ես պատվիրել եմ և ուզում եմ ձեզ ցույց տամ, նայեք թթվասերի պնդությունը, ինչպիսի պնդություն ունի, տեղից անգամ չի շարժվում, հիմա գտալով ցույց տամ, տեսեք սիրելիներս, նայեք, այսպիսի թթվասեր է, իսկական, բնական, տնական թթվասեր, ժողովուրդ ջան, հիմա այս յուղոտ կաթով մածուն եմ ուզում մերել, ձեզ ցույց տամ, ոնց են մերում, կաթի ջերմաստիճանը պետք է այնպես լինի, որ ասենք երբ մատով շոշափում ես, մատը մտցնում ես կաթի մեջ, մի փոքր տաքություն զգաս, հիմա կաթը լցնեմ ու ցույց տամ ինչ եմ անելու, կաթը լցնելուց հետո, այս երեսի սերը որ կա, սա լցնում եմ մածունի վրա, որ յուղոտ մածուն լինի, սիրելիներս, նայեք, հիմա այստեղ ունեմ մերան, նախորոք վերցված մերանա, այս մերանը այսպես խառնում եմ, մի փոքր է կաթ ենք ավելացնում, որ թուլանա և լցնում եմ կաթի մեջ, մերած մածունից վերցրել ենք, ասում ենք մերան դրան, որ մերում է ինքը կաթը, սիրելիներս, այսպես խառնում ենք, կափարիչը դնում ենք և հիմա հարմար տեղ կդնեմ, շորով կծածկեմ, հիմա մածունի համար պատրաստ է կաթը, տեսեք, այսպես դնում եմ և սրանով ծածկում եմ, որպեսզի մերվի,
Այսպես պետք է մնա 2 ժամ, 2 ժամ հետո կբացենք, մի փոքր կհովանա, կդնենք սառնարան և 1 ժամ հետո, սառնարանում դնելուց 1 ժամ հետո կարող ենք օգտագործել ինչի համար, որ ցանկանում ենք։ Իսկ այս մնացած կաթն էր, որ արդեն մնացել է տարայի մեջ, մի փոքրիկ սառի, կլցնեմ շշերի մեջ ու կդնեմ սառցախցիկ։ Երբ որ ինձ պետք լինի կաթ օգտագործելու կամ մածուն մերելու, հանում եմ և պատրաստում եմ ինձ ինչ որ հարկավոր է։ Ժողովուրդ ջան, հլա տեսնենք մածուն ինչպես է ստացվել։ Ինչքան լավ է մերվել, նայեք, ինչ ընտիր մերվել է, պինդ։ Հիմա քթալով վերցնեմ և ցույց տամ ձեզ պնդությունը։ Լսեք ինչ սերոտ մածուն է։ Ինչքան լավ մերվել է, յուղոտ, ընտիր։ Ժողովուրդ ջան, քանի որ այսպիսի համով մածուն է ստացվել, մտքովս անցավ, որ պատրաստեմ թանով ապուր, այստեղ ձավարն է մի քիչ, ունենք մի 2 հատ մեխակ, մի հատ ձու, աղն է այստեղ և ուրեմն թթվասերն է մեր, մի քթալ պետք է ավելացնեմ եփելու ընթացքում, որպեսզի ավելի համեղ լինի։ Եվ այս բաժակով մեկ պետք է վերցնեմ 2 բաժակ մածուն և 2 բաժակ ջուր։ Հիմա այս բոլորը խառնելու եմ, դնեմ կրակի վրա, որպեսզի եփվի։ Յուրաքանչյուրս ունենք, ժողովուրդ ջան, մեր պատրաստման տարբերակը։ Սա իմ տարբերակն է, չասեք սա այնպես չի, նա այնպես չի։ Դուր կգա պատրաստեք այդ տարբերակով, չէ, պատրաստեք ինչպես որ դուք ցանկանում եք։ Հիմա բոլորը խառնենք իրար և դնենք կրակին։ Սիրելիներս, ավելացնելու եմ մի թեթև ճաշի քթալ ալյուր և ինչպես ասեցի 3-4 հատ մեխակ և խառնելու եմ, մինչև ալյուրը լուծվի և թողնենք եփվի։ Ասեմ, որ մի փոքր էլ սոխ եմ ավելացրել առանց սոխառացի, ուղղակի հենց այդպես թարմ կտրտում եմ մեջը, սոխառած չեմ անում։ Ժողովուրդ ջան, ես ոչ մի անգամ չեմ խառնում, երբ դնում եմ եփելու, այս փայտե քթալը այսպես թողնում եմ մեջը, ինքը իրեն եփում է, չի շաղվում։ Ինչպես ասեցի, հիմա ավելացնելու եմ այս 1 ճաշի քթալ թթվասերը տնական, սոխառած չեմ անելու, որտեղ սոխը արդեն մանր ես կտրել եմ մեջը, սիրում եմ առանց սոխառացի։ Այսպես։ Այստեղ հիմա համեմն եմ ավելացնելու և չոր նանան, սա չոր նանան է, սա էլ տեսնում եք, որ համեմ է, լցնելու եմ մեջը մի 2 վայրկյան, եփելու է և անջատելու եմ։ Սիրելիներս, լցրել եմ արդեն կանաչիները, մի 2 վայրկյան այսպես եփի և պատրաստ է, կանջատենք։ Տեսնում եք, ոչ շաղվել է, ոչ մի բան չի եղել։ Ընդամենը այս փայտը դնում եմ մեջը և վերջ։
Մեր ապուրը պատրաստ է, անջատենք և սրանով վերջացնենք մեր այսօրվա պատրաստումը։